իրականացրել եւ այս հումանիտար խնդիրների վերաբերյալ պարբերաբար բարձրաձայնել է Տիկին Ստեփանյան Ձեր կարծիքով, եթե խոսվում է խաղաղության մասին, ապա առաջին հերթին այս հումանիտար հարցը չպիտի լուծվեր, այս ծնողները իրավունք ունեն իմանալ իրենց որդիների տեղը եւ նաեւ ճակատագիրը իրենց որդիների ի վերջո։ Շնորհակալություն, ես բազմիցս ասել եմ, առանց հումանիտար հարցերի լուծման մեր երկրում չի կարող խոսվել անվտանգությունից եւ խաղաղությունից։ Ես քիչ առաջ հետևում էի ազգային ժողովի նախագահի ճեպազրույցը եւ հենց ձեր հարցից ինքը ընկճախտի մեջ հայտնվեց, որովհետեւ իրենք այս խնդիրներից, Արցախի հետ կապված, բռնագաղթից, բոլոր այդ տեսակ խնդիրներից միանգամից հայտնվում են այդ մարդիկ։ Հիբրիդային պատերազմի տար չէ, ապա ինչ է այն, որ ժողովրդին սպառնում են պատերազմով, հա? Ասում է, եթե մենք սահմանադրական մեծամասնություն չկազմենք, ապա սեպտեմբերին ժամկետն են ասում, սեպտեմբերին պատերազմ է լինելու, Փաշինյանի խոսքը։ Դիմում եմ գլխավոր դատախազին, հենց հիմա դիմում եմ գլխավոր դատախազին, ասելով եւ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, ես 7 տարի ղեկավարում եմ, այո, ես գիտեմ, որ պատերազմ է լինում, հրավիրեն ու հարցաքննեն, տեսնեն ինչ հանգամանքներ պիտի ի հայտ գան։ Ասում են հետախուզության տվյալ չկա։ Ինչ հանգամանքներ, Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ ասեց, որ ինքը գիտի, որ պատերազմ է։ Կարող է օպերատիվ կապի միջոցով Ալիևն է ասել։ Դե Ալիևն էլ չէ, ասաց, որ աշնանը ես չեմ կարող ասել, որ խաղաղություն կլինի։ Նիկոլ Փաշինյանն էլ է սեպտեմբեր ամիսը մատնանշում, թող քննչականը, դատախազությունը իրեն կանչեն եւ հարցաքննեն։ Ինչ վերաբերում է մեր ծնողների այսօրվա այս հավաքին ու խնդրին, տեսեք, Վենսի այցի օրը նորից ծնողները եկել էին ազգային ժողով, շատ կոնկրետ պահանջում են դուք 4 տարի հանձնաժողով ստեղծեցիք, քննեցիք։ Հիմա ծնողների արդարացի պահանջը ուզում են տեսնեն ով է մեղավորը եւ ինչ պատիժ է ստա։ Գուցե մեղավորը օրինակ Նիկոլ Փաշինյանն է, գուցե մեղավորը Քոչարյան Անդրանիկն է։ Ես չգիտեմ, իշխանության իրենց շտաբի պետն է, պաշտպանության իրենք պիտի քննեն, չէ՞, այս հարցը, եթե քննել են, ինչու են ուղարկել գրողի ծոցը։ Նշանակում է շան գլուխը թաղված է դրա հետ։ Այլապես այս ծնողներին գոնե այդ պարզունակ հարցը իրենք պիտի բերեն ու այսպես հրապարակայնացնեն, ինչ են իրենք ստացել 4 տարի քննելուց։ Իսկ իրավունք ունի Նիկոլ Փաշինյանը որևէ Արցախցու մեղադրանքներ հնչեցնել հայ ժողովրդի անունից։ Ես ամաչում եմ, որ Նիկոլ Որովհետև իրեն ընտրողներն էլ ձայն էին տվել Հադրութի նաև Շուշիի դեօկուպացիայի համար ձայն էին տվել նաև Անջատում հանուն փրկության իրենց ծրագրերի համար, որոնք ներկայացրել էին։ Շնորհակալություն հարցի համար, նախ ամաչում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ասում է պետությունը ես եմ ներկայացնում, դրա համար ամաչում եմ, այո, այս իշխանությունը դուք շատ լավ նշեցիք, եկավ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի ծրագրով, խաբեց բոլորին, խաբելով հավաքեց քվեները եւ հիմա էլ պատերազմով է խաբում։ Իրենք խաբող պատերազմի աղետի իշխանություն են, այլապես հարյուրավոր այս ընտանիքներ այսօր չպիտի այստեղ լինեին։ Այսքան արցախցի, որոնց վրա ինքը մատ է թափ տալիս, որի իրավունքը ինքը չունի, չպիտի այստեղ լինեին։ Ես մտածում եմ, պիտի մարդու իրավունքի պաշտպանը գլխավոր դատախազությունը անելիք ունեն երեխայի հետ գտնվող ծնողի վրա մատ թափ տվող խոսացող ղեկավարի մասով։ Իրենք գործ ունեն անելու, իրենք պիտի իրենց գործը անեն։ Իսկ ես այսօր նաև լսում էի Ալեն Սիմոնյան, որ ասում էր տժժում ենք, այո կտժանք, ինչի վրա եք տժում։ Պատերազմ է լինում։ Ինչի վրա եք տժում։ Դուրսի չեք, տեսեք այս ծնողների աչքերի մեջ նայեք, տեսնեմ ինչի վրա եք տժում, եռաբլուրի վրա եք տժում, այս մարդկանց ցավի վրա եք տժում, 150,000 արցախցու ցավի վրա եք, ինչի վրա եք տժում։ Դուք տժում եք, որովհետև դուք այո դարձել եք այսօր մի իշխանություն, որը փող է աշխատում, որը հող է վաճառում։ Ես եմ շնորհակալ։